Ողջույն։ Մինչ հաղորդման անդրադառնալ ասեմ, որ երեկ ու այսօր փողոցում հանդիպած քաղաքացիներ, Facebook-յան, TikTok-յան, Instagram-յան մի շարք օգտատերեր, այլ կերպ ասած ժողովուրդը կոչ էր անում անդրադառնալ Արսեն Թորոսյանին եւ սյունյաց ողջույններ փոխանցել։ Նրանք նշում են, որ ՔՊԱ-ականների հայհոյանքը ասնավանի չէ եւ շեշտում են, որ դուք թուրք եք բոլոր իմաստներով։ Կարող ենք համարել, որ ձեր խնդրանքը կատարեցի, դե դուք էլ իմ արեք, հավանում արեք, մեկնաբանություն գրեք, եթե դեռ բաժանորդագրված չեք, դա էլ խնդրեմ։ Դե քանի որ էլ պարտք պահանջ չունեք, շարունակեմ։ Արսեն Թորոսյանի իշխանության, որի ներկայացուցիչ է ինքը, իրենց թիվ 1 խնդիրը ո՞րն է։ Պարտականությունը ո՞րն է։ Մեր երկրում անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ապահովումը։ Դա թիվ 1 պարտավորությունն է։ Երեկ Երևանի կենտրոնում հաստ պատերով, անվտանգության գերժամանակակից համակարգերով ու թիկնազորներով զինված Ազգային ժողովի շենքում ՔՊԱ-ականները դուխավորված ելույթներ էին ունենում։ 2 օր առաջ լրացավ 4-ամյա տարելիցը, որ այս իշխանությունն իր գլխավոր պարտավորությունը չի կատարել, դավաճանել է եւ Հայաստանի ինքնիշխան տարածքում թույլ է տվել օկուպացիա։ 2021 թվականի մայիսի 12-ին թշնամու զինված խմբավորումները ներխուժեցին Գեղարքունիքի մարզ, Վարդենիս, Սյունիքի մարզ, Սևլիճ։ Սկզբում հերքում էին, Տիգրան Ավինյանը ՔՊ ջոկատով գնաց, արծրունություն արեց, զենք հույսին նկարվեց, թե ուրա մենք ստեղ ենք, բան չի կատարվում։ Մինչ այսօր թշնամին այնտեղ է, ամրաշինական աշխատանքներ է կատարել ու չի պատրաստվում հեռանալ։ Սևլճից հետո Նիկոլը սովորություն դարձրեց օկուպացիա թույլ տալը ու այսօր թշնամու օկուպացիան գերազանցում է 200 քառակուսի կիլոմետրը, Ջերմուկից շուրջ 80 քառակուսի կիլոմետր, Վարդենիսից շուրջ 70 քառակուսի կիլոմետր, Սևլիճ, Իշխանասար, Ներքին Հանդ եւ այլնից։ Սրանք, այսինքն պարտավորություն կրող իշխանավորները, ոչ մի բան չեն արել մեր ինքնիշխան տարածքները հետ բերելու համար։ Հա ասում են ռազմականով հետ չենք բերելու, դե լավ, իսկ դիվանագիտականով, լավով, վատով, գողականով, ինչով ուզեք դրանով վերականգնեք, ինչումն է զադзержկան, չեք անում, այդպես էլ չեք անում, կամ չեք կարողանել, կամ չեք ուզում, վեճները չի, դա էլ հասկացանք, անկարող եք որևէ ձևով որևէ հարց լուծելու, միայն լեզուներիդ եք զոր տալիս, են էլ երկրի ներսում, ձերը էտա, անցնենք առաջ։ Ազգային ժողովի ամբիոնը զավթած անընդհատ ասում են ինքնիշխանություն։ 2021 թվականի ընտրությունները ինքնիշխանության համար են, Երևանի քաղաքապետի ընտրությունները ինքնիշխանության համար են, ՀԱՊԿ-ում անդամությունը սառեցնելը մեր ինքնիշխանության համար է, ձեթն ու բենզինը թանկացնելը ինքնիշխանության համար են, ու ինքնիշխանները 200 քառակուսի կիլոմետր թողել են թշնամին մտնի ու բան չեն անում։ Լավ հասկացանք, ձեթն ու բենզին թանկացնելով չի լինում, մեկ ուրիշ բան էլ արեք, հարկա բանա, էլ ավելի ավելացրեք։ Այսօր կարդացի Սյունիքի մարզում Շիկահողի արգելոցի տարածքում Ադրբեջանը ներխուժելով 60 հեկտար անտառ է հատել։ Հələ հիշեք, ոնց էին սրանք Իջևանում ջարդ կազմակերպել 2 ծառ կտրելու համար։ Թշնամին 60 հեկտար անտառ է ոչնչացրել։ Սրանք եսի ինչով են զբաղված։ Սա ձեր իշխանության դեմքն է։ Ելույթ են ունենում Ազգային ժողովի ամբիոնից, նախկիններ, թալանտ, միլիարդներ, պետության տարածքից թանկ բան չկա, հաշվել եք ինչքան վնաս եք տվել։ Քննչական կոմիտեի ղեկավարը այս շաբաթ եկել էր Ազգային ժողով, զեկուցելու, թե ինչ արել 2024 թվականին։ Նախորդ շաբաթ գլխավոր դատախազն էր եկել, զեկուցելու արածները։ Եթե Հայաստանը լիներ իրավական պետություն, լիներ ինքնիշխան պետություն, Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, որը պաշտպանության նախարարության ոլորտում բարձր մարմին է, այդ երկուսին հարց կտար թշնամու բոլոր օկուպացիաների վերաբերյալ քրեական գործեր կան հարուցված, ինչ է կարել նախորդ տարի, ինչ է կարել դրա նախորդ տարին, դրա այն մյուս տարին ու ինչ է կանում հիմա։ Թերացել են, չէ՞ որ առանց պատրոն կրակելու թշնամին եկել զավթել է։ Բայց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը սա թողած հարցնում է. հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից ինչ կա, երբ եք բացահայտելու։ Հոկտեմբերի 27-ը եղել է 26 տարի առաջ, ցմահ պատժվածներ կան։ Մարտի 1-ն էլ ձեր վարչապետն էր անում։ Հեռու մի գնացեք, դատվել է։
Այս օկուպացիան եղել է 3, 225 զոհ ունենք։ 8 հոգի զոհվել է հոկտեմբերի 27-ին, 10 հոգի զոհվել է մարտի 1-ին, 225 հոգի զոհվել է սեպտեմբերի 13-ին 22 թվի։ Քննության ենթակա չէ։ Սրանից հարց չեն տալիս, 5+5 անելի, իրենց հետ անընդհատ հնանում է, բայց շարունակում են դրանից խոսել։ Քոչարյան Անդրանիկն ասում է Ջանգիրյանին կանչեք կցեք, որ ուզում ես իմանաս, քեզ էլ Ջանգիրյանին էլ նախ պետքա բերման ենթարկեն հարցաքննեն, թե ոնց էիք հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո սպանված Վազգենի պաշտոնի կռիվը տալիս։ Ժողովուրդը մի օր հարցնելու է, չէ՞, արա մեր հողերը ուրա, մեր տները ուրա։ Եթե Հայաստանը լիներ ինքնիշխան, անկախ, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին, հենց ԿՊԸ կհարցներ, կան հարուցված քրեական գործեր սահմանազատման թեմայով։ Ուղիղ 1 տարի առաջ, այս օրերին, սահմանազատում անունով ինչ-որ թշնամական շահ սպասարկող օպերացիա էր տեղի ունենում Տավուշի մարզում։ Ադրբեջանին էի քանձնում Հայաստանից տարածքներ։ Մեզ ասում էին, Հայաստանը տալիս է 4 գյուղ, ստանում է 9 գյուղի կենսական նշանակության տարածքներ։ Դատախազին ու քննչականի նախագահին կհարցնեին, մենք հանձնել ենք, ոչինչ չենք ստացել, ուր են քրեական գործերը միակողմանի հանձնումների մասով, ով է համաձայնել, ինչպես է դա թղթով ընդունել ու հրամայել, ուր են դրանք, զրո հարց։ Անդրանիկ Քոչյանը այդ թեմայով հարցեր չունի, դե գյուղ այելի, տվինք գնաց, մի հատ մերսել չասին։ Այսօր էլ սահմանազատում է գնում Տավուշից ու էլի հանձնելու են։ Եթե տալիս են ու չեն ստանում, ուրեմն տրամաբանական հարց է առաջանում, կարող է ծախել եք։ Իրենք հողերը վերցրել են, քեզ թույլ են տվել ընդամենը մի հատ ճաքած պատ դնես քո հողի մեջ ու ուրախանաս, նախարարների տանես էքսկուրսիայի։ Դուք դատախազությանը չեք հարցնում, ես եմ հարցնում։ Այդ ոնց են եկել ու առանց կրակոցի գրավել։ Դա իշխանության անգործության արդյունքում է եղել, թե հակառակը գործողությունների։ Չէ՞ որ այդ մարդիկ հետ են քաշել զորքերը Սյունիքից հատուկ հրամանով ու թուրքերը առաջ են եկել։ Դուք սրա համար պատասխան տալու եք, թե չեք տալու, թե հոկտեմբերի 27-ի քննությունն է տալու հարցի պատասխանը կամ մարտի 1-ը, թե ինչպես է ադրբեջանական զինվորական ստորաբաժանումը մտնում Հայաստանի ինքնիշխան տարածք ու իր դրոշը խփում, նստում դուք էլ ձև եք անում, թե բան չի եղել։ Ռուսաստանի սահմանապահները 35 տարի մեր երկրում ծառայում էին, իդեպ ի պաշտպանություն մեզ, ասում էիք մեր ինքնիշխանությունը կորցնում ենք։ Ադրբեջանցի զինվորներ են մեր երկրի մեջ, ակնհայտ մեզ համար չէ։ Ինչ կասեք դրան։ Ոնց է լինում, որ դրանց հետ օքեյ եք, ռուսների հետ ոչ։ Ժողովուրդը ձեզ հարցնում է, ինչու է թուրքը մեր հողի մեջ, մեր բարձունքների վրա նստած, ինչու է մեր ցանած բերքը թուրքը քաղում։ Ասում են մի աղմկիկ, խաղաղություն ենք բերելու հեսա։ Անընդհատ լսում ենք հրադադարի խախտումների մասին։ Փորձագետները խոսում են պատերազմի հավանականության մասին։ Դրանք պատերազմը մեր դեմ սկսելու են այն տարածքներից, որոնք օկուպացրել են, ամրացրել են։ Խաբար եք։ Ձեզ այս հարցերն են տալիս, պատասխանը չունեք։ Հոկտեմբերի 27, մարտի 1, Վարդանանց պատերազմ, Խանասորի արշավանք, Պողոս Պողոսյան, 25 տարի առաջվա դեպքերը ոնց մամուլումը թերյուրանքով գրել ես, սաղը հիմա կրկնում եք ամբիոնից։ Սաղի հույսը այնա, թե դիվանագիտական ճանապարհով օկուպացիան դադարելու է։ Թիվ 1 դիվանագետն էլ իր համար իր տանը պիլեսոս է անում։ Ասում եք, որ սահմանազատումն արեցինք, ավտոմատ դուրս կգան մեր հողերից, գրաված տարածքներից։ Բա որ Տավուշում արեցիք սահմանազատում, ոնց մեր տարածքներից դուրս չեկան։ Դատախազությունը քրգործ է հարուցում, թե համայնքային հողերից օտարել են 1 հեկտար, 2 հեկտար, մի ավտոտնակ, 200 քառակուսի կիլոմետր պետության հողերից Նիկոլը օտարել է թուրքերին։ Ուր են քրեական գործերը։ 23 նոյեմբերի 2017 թվական Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրում է. Բոլոր նրանք, ովքեր տեսել են Լելե թեփե բարձունքը, որն ադրբեջանցիները մեզնից գրավեցին ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում, պետք է ուժ ունենան եւ խոստովանեն նման բարձունքը խլել հնարավոր էր միայն այն բանակից, որտեղ կատարյալ բարդակ է տիրում։ Սա Նիկոլն է գրել, այն Նիկոլը, որ ասում էր, եթե սարի ձյուն կա, մեր ինչին է պետք։ Նիկոլ, Ջերմուկի բարձունքները տեսել ես։ Սյունիքի բարձունքները, Գեղարքունիքի բարձունքները, Տավուշի բարձունքները, այդ սաղ, որ ադրբեջանցիները գրավել են, քո պահած բանակից են գրավել, բարդակ բանակից են գրավել,
թե հենց քեզնից աչքերիդ մեջ նայելով։ Դուք ամեն ինչ արել եք, որ թուրքը ոչ թե հարձակվի մեր դիրքերի վրա, այլ մաքուր, սիրուն, ուղիղ մտնի տները։ Այս հարցերին պատասխանելու փոխարեն Նիկոլ ընկնում է Պեչենու բաղերը։ Facebook-ում գրում է, թե քանի քաղաքացի համընդհանուր հայտարարագիր լրացրել, ու լրացնողների վրա էլ, չլրացնողների վրա էլ մունաթ է գալիս։ Այն ընկեր, դա պեկի անելու գործն է, դու հարկայինի տեսու չես։ Դու քո պատասխանատվության գործն արա, թե կարողանում ես, մնացածի հետ ինչ գործ ունես։ Կարճ ասած, այս հարցերը հնչում են, այս հարցերը հնչելու են անընդհատ, ու ինչքան էլ թեման ցրեք հոկտեմբերի 27, մարտի 1, Պողոս Պողոսյան, այսօր ժողովրդին հետաքրքրում են մեր անվտանգային հարցերը, իր սոցիալական հարցերը, ձեր թալանը, ձեր կոռուպցիան, ու բացատրություններ տալու փոխարեն, խնդիր լուծելու փոխարեն մեղադրանքներ լսելով, ժողովրդի զայրույթը շատ է թեժանում, հազիվ թե պլստակ։ Շարունակեք, ամեն բան ի վնաս ձեզ է, ինքներդ էլ եք տեսնում։